Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Մորզելեկը այսօր Armenpress-ի մամուլի սրահում պատճառաբանեց, թե ինչու 29 դասախոսներ ազատվեցին աշխատանքից։ Il a été mis fin. Մենք վերջ դրեցինք, այսինքն au contrat de certains enseignants, լուծեցինք որոշ դասախոսների պայմանագրերը, parce que ces contrats arrivaient à échéance. Որովհետև այդ պայմանագրերի ժամկետը լրանում էր։ Իդեպ ֆրանսիական համալսարանի ռեկտորը առանց անուններ նշելու հայտարարեց, թե դասախոսներից ոմանք չեն ապահովել որակավորման անհրաժեշտ մակարդակը։ Այդ հայտարարությանը ռեկտորի համար անսպասելիորեն արձագանքեց աշխատանքից ազատված անգլերենի դասախոս Գայանե Հակոբյանը։ Ռեկտորը 2 ամիս առաջ, երբ որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երաշխավորագիր եմ խնդրել Եվ ինձ տրվել է երաշխավորագիր պարոն Տիկին Մորզելեկի ստորագրությամբ եւ կրիքով հանձնել է Ալեքսանդր Մարտինեդին, որտեղ բառացիորեն մեջբերում եմ խոսքերը։ Կարող եք նկարել, ես բան եմ ամերկաների որտեղ գրված է ասուլիսից հետո որտեղ ասվում է Տիկին Հակոբյանը աշխատում է ֆրանսիական համալսարանում 2001 թվականից նա աշխատել է որպես անգլերենի լեզվի դասախոս բառացի կրկնում եմ մեջբերում եմ խոսքերը այդ ժամանակվա հատվածում նա դրսևորել է բարձր պրոֆեսիոնալ Մանավեճ չի, հետո շարունակել Աշխատանքից ազատված դասախոսներին այսպիսով Armenpress-ի մամուլի սրահում հնարավորություն չընձեռվեց ռեկտորի ներկայությամբ հրապարակել հակափաստարկներ։ Նրանք Արմատ ակումբում հեռահար պատասխանեցին նաև ռեկտորի այն մեղադրանքին, թե դասախոսները ուշացել են դասերից, չեն ներկայացրել իրենց ծրագրերը։ Երբևիցե նման նկատողություն չենք ստացել։ Գրավոր ոչ մի բան։ Ոչ գրավոր, ոչ բանավոր։ Իրավական հետևանքը գրավորն է, դա որ չկա ոչ մի փաստող։ Երբևիցե ինչ որ մի նկատողություն Ֆրանսիական համալսարանում կառավարման ճգնաժամ է։ Ազատություն ռադիոկայանի ներկայացրած հայտարարության մեջ նշել են ռեկտորի որոշման հետ չհամակերպվող դասախոսները, իսկ ասուլիսի ժամանակ դասախոսները պատրաստակամություն հայտնեցին իրենց աշխատանքային խնդիրները քննարկել դասախոսների պնդմամբ, մինչ այս պահը իրենց հետ քննարկումից խուսափող ռեկտորի հետ։ Հիմա եմ պատրաստ հանդիպենք եւ բոլորս հասկանանք պատճառները եւ Մենք գուցե եթե ինչ-որ լուծումներ առաջացնենք, Թեղուտում կատարված ծառայատումների լուսանկարներով այսօր Ցիտադել բիզնես կենտրոնի դիմաց վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկին ուղղված ակցիային կազմակերպել Թեղուտի պաշտպանության խմբի անդամ երիտասարդներն ու բնապահպանները։ Պահանջում ենք ավելի պատասխանատու գործելակերպ Եվրոպական բանկից, նրանք ոչ անմիջականորեն մասնակցում են այդ անտառահատումներին։ Այս նախազգուշացման ակցիա է, հակառակ դեպքում ինքը կդասվի ուղղակի VTB-ի այդ ծև ցուցակի մեջ։ 2009 թվականի հունվարին կնքված պայմանագրի համաձայն վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Երևանյան գրասենյակը պարտավորվել է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել VTB ռուսական բանկին, ուղղված փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում։ Իսկ VTB բանկը, ինչպես հայտնի է, պատրաստվում է 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել ACP ընկերությանը, Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարածաշրջանում ընդհանրապես օդում յոդի պակաս կա եւ կոնկրետ Հայաստանում Վահանաձև գեղձի խնդիր ունեցող բնակիչները շատ են, ուստի այս պարագայում, եթե Թեղուտը գործի, ուրեմն ոչ միայն սովորական Վահանաձև գեղձի, այսինքն արդեն բոլորիս հայտնի զոբ կամ այտություններ խնդիրը կլինի, այլ կվերածվի դա քաղցկեղի։ Ակցիայի մասնակիցները վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից պահանջում են հարգել սեփական բացառիկ բնապահպանական մանդատի սկզբունքները, դատապարտել եւ կանխել իր գործընկեր VTB-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը։ Ի տարբերություն VTB բանկի, որը տարիներ շարունակ մեր հետ որևէ կոնտակտի չգնաց, այսօր առավոտյան էս տնօրենը զանգել էր, EBRD-ի տնօրենը զանգել էր, մեր հետ կապվել էր ու հրավիրել էր բանակցությունների։ Բնապահպանների ներկայացուցիչներին ընդունած Վալերիո Ռազլոգը խոստացել է նամակը փոխանցել Լոնդոն, որտեղ կայացված որոշումը եւս կքննարկի Թեղուտի պաշտպանության խմբի անդամների հետ։ Լորիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր։ Մարզի Մարց ու Լորուտ գյուղերում արդեն շուրջ 200 խոզ է ոչնչացել։ Այս երկու գյուղերում անորոշ ժամանակով կարանտին է հայտարարվել։ Գյուղերի մուտքերին տեղադրվել են կարանտինային հսկողության կետեր։ Արգելվում է Մարցից ու Լորուտից խոզերի տեղաշարժն ու խոզի մսի տեղափոխումը։ Պաշտոնական տվյալներով ժանտախտով վարակված խոզերի թիվը ավելանալու միտում ունի։
Սպիտակը զգմես հիվանդ արդեն են, սատկմա։ Հիմա ինչ պետք է սպանեք։ Հա, 15, երկու հատ մեծ մեր ուներ, 100 կիլանոց։ 8 հատ այս գոջիներիցը 5 հատ էլ բուրվակներ, 10-20 կիլանոցներ։ Այժմ ճշտվում է հիվանդ խոզերի գլխաքանակը, որոնց հարկադիր կոչնչացնեն ու կթաղեն անասնագերեզման նոցում։ Մեկը քշել սատկելա է, ասել սատկմա սայլա։ Տաքություն ունի։ Հա, տաքությունը բարձրանում է։ Սել կսատկեն էլի, եթե սոչ չսատկեն եք սատկողեն։ Լոռու մարզի 24 համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախ բռնկվել էր 2007 թվականին։ Վարկած կա, որ վարակի բացիկները անասնագումերում վերջնականապես վերացված չեն եղել։ Լեռնային Ղարաբաղում նախապատրաստվում են հանրապետության անկախության օրվան։ Սեպտեմբերի 2-ին մեծ շուկով կնշվի Ղարաբաղի անկախության 19-ամյակը։ Այսօր ջանում են ավարտել մի շարք կառույցների շինարարություն եւ վերանորոգում այդ օրը շահագործման հանձնելու համար։ Ստեփանակերտի Պիտաչոկ կոչվող պուրակում կարգաբերման վերջին աշխատանքներն են կատարվում։ Չնայած պուրակի ձևափոխման շուրջ կարծիքներն իրարամերժ էին, բայց Ստեփանակերտի քաղաքապետարանը հրաժարվեց պուրակի պատմական կոլորիտից եւ այն դարձրեց ավելի նորաձև։ Սեպտեմբերի 2-ին այստեղ երգող շատրվաններ կգործարկվեն։ Հանդիսությանը կմիանան նաեւ հայտնի երգիչ-երգչուհիներ Երևանից։ Անկախության տոնին պատրաստ կլինի նաեւ նախագահական նստավայրի հանդիսությունների սրահը։ Ըստ շինարարության պատասխանատուների դահլիճը հագեցված կլինի աշխարհի նորագույն սարքավորումներով։ Այժմ շինարարությունն ավարտված է ու դահլիճը շինարարական աղբից ազատելու եւ մաքրելու գործը վստահվել է Հայաստանից հատուկ հրավիրված մալականներին։ Կառավարությունը որոշել է, որ գյուղացին հիմա պիտի ցորեն ցանի, ոչ թե ցորենի գինը թանկացել է, դրա համար այլ որ պարզապես Հայաստանը հացահատիկի պարենային պաշարի լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Այս մասին Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը խոսեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Պետք է ապահովագրված լինենք նվազագույնը 1 ամսվա նվազագույնը սովորական պայմանների համար, անսովոր պայմանների համար 60 օրվա մինիմալ պահանջ մենք պետք է պետրեզերվի հնարավորություններ ունենանք։ Պարզվում է առաջիկա 4 տարիներին գյուղատնտեսության ոլորտում ցորենի սերմնարտադրությունն առաջնային ճյուղ է դառնալու։ 500 տոննա բարձրորակ սերմացու է ներկրվելու Ռուսաստանի Դաշնությունից, որը տրամադրվելու է գյուղացիական տնտեսություններին։ Մինչ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կհանի ցորենի արտահանման համար սահմաննաձարգել ու այն կհասնի Հայաստան, Շիրակի մարզի համար այն ուշացած կլինի։ Դրա համար հիմա կառավարությունը տեղական սերմնարտադրողներից է այն գնելու ու առաջնահերթ հենց շիրակցի գյուղատնտեսներին տրամադրելու 1 կիլոգրամի դիմաց հաջորդ տարի 2-ը ստանալու պայմանով։ Արդյոք պայմանները բավարար են, որ գյուղացին զբաղվի սերմնարտադրությամբ։ Կարող է ռեալ եղնի դակայում, բայց մեր գյուղում սա ռեալ չէ, չի իրականանա։ Օրինակ ես զբաղվում եմ սերմնարտադրությամբ, երբեք այդ քայլի չեմ գնում։ Չեմ կարծում, այսօրվա դրությամբ ոչ մի գյուղացի չի համաձայնվի այդ հարաբերությամբ, 1-2-ի հարաբերությամբ, որովհետև հազիվ մարդիկ կարողանում են իրենց ծախսերը հազիվ հանել, կամ որոշ մարդիկ, ովքեր կարողանում են պարադամուտ գնել մշակել, մեկից ենթադրենք եկամուտ են ստանում, բայց այս պայմաններում չեմ կարծում, որ լինի այդ ծևի հողօգտագործը, որ համաձայնվի այս պայմանները։